Ռուբիոն օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն հնարավոր է լինի, էսկալացիա կարող է լինի, եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի զարգացումներ չլինեն, ինչ վերլուծություններ կան կամ ինչ խնդրի հետ կապված է նման։ Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պարոն Պապիկյանին պաշտպանության նախարարությանը կարող եք ուղղել հարցում արդյոք նման միտումներ, նման տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան Գուցե Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են հիմքն հանդիսանում, որ ԱՄՆ պետք է Ինչ հայտարարություն։ Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա Դե մենք ենք չէ մեր կողմից։ Դե մենք ենք չէ տարածքային պահանջման անում, չէ, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք էդի չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Ադրբեջանի նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Ոչ թե ինչ։ Նկատել եք արցախցիներին, որոնք ասում են, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ադրբեջանի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անում, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա։ Այն մի մասը նկատում եք այն մյուսը, հաջա։ Իհարկե տեղին է, բայց մարդը Դե բայց ախր հայկականը մոլորակից դուրս եկեք, այո չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելի, հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանն է, իմ ասածը դա է, այո, բայց ես նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևեր, իրանք էլ այդ ձևով են պատասխանում, իմ ասածը դա է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող եմ մի օր ուրիշ բան ասում, կամ բան, ես ասում, չի ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Բայց մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունները այդ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա։ Ախր դուք ամեն ինչ փոխվում ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բայց ես ասում եմ, ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն այդպես բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը դեռ որ ժամանակներից կերակրվել եւ ինչը Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Ախիջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ո՞նց է հակասում ինձ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Ասեք ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում ինքը խիա դա անում ու տենց է անելու։ Ներվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնչա պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարևոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ էինք անում եւ ծիրան էինք աճացնում, իրանք ծառերի վրա էին։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը ապագան։ Սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, ասիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես ձեզ բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլոր սրբադասվել ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված, արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է, ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Դա ընկալեք։ Այդ մենք չենք ասում, հա, բայց ես ասում մի զարմացեք, ես չեմ ասում են արեք այդ հայտ, ես ասում մի զարմացեք։ Պատճառը սա է։ Այս հիմա ինչ եմ անում։
Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջնանամ, այսինքն եւ նոր բան եմ ասում։ Հա, լավ, ժողովուրդ, կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետք է հիմա լռես, որտեղ ես բան եմ ասում, ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անդադ ինքնին։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, չէ՞ եկեք այստեղ հիմա բիսեդ կնստենք, իրար հետ բան բասենք։ Հասկանամ Ադրբեջան Չկա, չի եղել, չի կարող եղել, մոռացեք։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ ոնց դորակի խաղաղության Լսեք, ես դա չեմ ասում, որտեղ դա անվտանգային առումով այս պայմանությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է ինչպես խաղաղության պայմանագրի կառավարությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք մեջտեղի, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոպ միության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չկա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանդարtsակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասել, թե լավ բան կասել, մի հատ դնեք գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հետ մտեն մեջը լար։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հետիկա Ասածս հետևելն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասեք չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում։ Մի տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարակ չենք տալի եւ իրար չենք հա 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչների եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ գազ չգիտեմ հասարակությունները պատրաստենք դրա պատերազմից հետո պետք է հասարակությունների պատրաստենք դուք այդ գործին չեք օգնելու ես վստահ եմ տեսնում եմ որ չեք ուզում օգնել բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց շինություններով ես հավատում եմ որ մենք շատ տարիներ իրար կողք ապրում ենք ես հավատում եմ որ եթե կամք լինի իրենց կողմից մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ ասեմ առևտուր են անել ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել շրջափակման ժամանակ անուններ չտան կարող եմ անուններ տալ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ չէ կոնյակով չեն գոյատևում կոնյակի մասին է խոսքը կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան են, պատ են կառուցելու, իրար բարև չտան։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ թող ինձ տվարի մեկը։ Մարդ չկա, գնամ ինձ տվարեմ, ինչ անեմ։